9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Ասում ենք բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում ենք այս իսկական ձմեռային առավոտը անցկացնել մեզ հետ միասին։ Սրտաշունչ ձմեռային առավոտը կփորձենք ջերմացնել մեր կենթանի ռադիոհամերգով։ Այո, եւ առաջարկում ենք ջերմացնել ձեր հոգիները մեզ հետ միասին, որովհետեւ այսօր յուրահատուկ թեմա է։ Յուրահատուկ երգեր ենք լսելու, այդ երգերը ձեզ տանելու են ուրիշ աշխարհ, ուրիշ ժամանակներ, գուցե հաճելի հիշողությունների գիրկը գցեն, բայց մինչ այդ հիշեցնենք, որ ռադիոհամերգը կխմբավարեն, կղեկավարեն Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Այո։ Եվ նաեւ տեղեկացնենք ռադիոլսողներին, որ մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել, եթե հնարավորություն ունեք ուղեկին չեք, որպեսզի չխանգարի եւ նորմալ վարեք մեքենան, ապա մուտք եք գործում arm.radio.am, դա մեր տունն է։ Դիտել կոճակն եք սեղմում, հետևում լայվին եւ իհարկե մուտք եք գործում Facebook-յան հարթակ Հայաստանի հանրային ռադիո հայատար գրում եք եւ այնտեղ եւս հետևում եք լայվերին, չեք մոռանում ծաղիկների, փուչիկների, պաչիկների մասին, այսօր հաստատ դուք կցանկանաք դրանք ուղղել մեզ։ Ճիշտ է, ռադիոհամերգ ասելով այսօր մեր տաղավարը բազմամարդ չէ, բայց հզոր երգչուհի է մեզ հյուրընկալվել, առաջին անգամ չէ որ նա մեզ մոտ է, մեր լավ բարեկամ Մարդ մանկավարժ, Մարդ օրքեստրը կարելի այսպես ասել նաև, Մարդով երգում է բազմաթիվ ոճերում ունի հրաշալի ձայն։ Լուսինե Կչոզյանի սիրով ասում ենք բարի լույս։ Բարի լույս եւ Մարդ ում քնից արթնացնես կերգի նույն կերպ։ Ցանկացած ժամին, այո, չէ Լուսինե։ Փորձում ենք։ Կազմը պատրաստ է Լուսինեն ինչպես միշտ ժպիտով եւ իհարկե լավատեսությամբ լցված։ Այսօր մեր եթերը լինելու է յուրահատուկ հնչյուններով հարուստ եւ հենց Լուսինեի ցանկությամբ է, որ այսօր մենք այդ ուղղությամբ ենք գնալու, դեռ ինտրիգը պահում եմ, էլի։ Եվ այսօր մենք լսելու ենք Լուսինեի կատարմամբ Էլվինա Մակարյանի երգերը, կատարում։ Մեծ երգչուհի, որ մեծ հետք է թողել հայկական էստրադայում եւ նրա երգերը շարունակում են ապրել, կատարվել բազմաթիվ սերունդների։ Իսկ քանի երգերը հնչում են, քանի խոսվում է, կենթանությունը կա։ Ձեզ համար ինչ նշանակություն է առասարակ Էլվինայի արվեստը։ Իրականում ես արվեստից չեմ խոսի, մարդկային առումով եւ զուտ մանկավարժության առումով նա եղել է իմ ուսուցիչը։ Եվ ես այն երջանիկներից մեկն եմ, որ եղել եմ նրա սանը ու վայելել եմ իր ներկայությունը եւ ֆիզիկապես, եւ հոգեպես եւ շատ բաներ եմ սովորել իրենից։ Այդ էպոտաժը զգացվում է շփումներում, հա, շատերը համարում են էպոտաժային, այսպես որպես վառ անհատականություն, գույն բեմում, դուք ինչ կասեք։ Ես իհարկե շատ վառ անհատականություն է եւ մեր հայկական երգարվեստի մեջ մի առանձին գույնապնակ է ինքը կազմում, բայց ես իրեն տեսել եմ մեկ այլ տեսանկյունից, որտեղ ինքը շատ հոգատար է, շատ էմոցիոնալ եւ փորձում է քեզ տալ այն ամենը, երբ որ տեսնում է, որ դու վերցնում ես դա ու նույն ձևի մատուցում ես, ինքը փորձում է տալ այն ամենը, ինչ որ իր մեջ կա։ Եվ այդ կարգախոսով նաեւ ես էլ եմ ուղղորդվում իմ սաներին ուսանելու ժամանակահատվածում տալիս եմ ամենը, ինչ որ ես կարող եմ, եթե տեսնում եմ ուսանողը այդ ամեն ինչը վերցնում եմ։ Եթե կա ցանկություն։ Լուսինե, այ հիմնական, հա, պատգամ ասեմ, ուղերձ ասեմ, այ երգչու հիմնական մեսեջը որն էր այնուամենայնիվ։ Ընդհանուր եթե փորձենք հանրագումարի բերել, ինչ էր նա քարոզում, փորձում փոխանցել երիտասարդներին։ Ճիշտը, կարևորը որ ճիշտ երգեն, հասկանան երգի բնավորությունը, հոգին եւ երգի միջոցով իրենց ներաշխարհնել գրավելով այդ ամեն ինչի մեջ մատուցեն ու փորձեն ավելի շատ բարություն եւ լույս մտցնեն թե երկրում, թե մարդկանց մեջ։ Լինելով շատ հայտնի, ես նաեւ իմ անձնական շփումներից կարող եմ ասել, որ նա աստղային հիվանդությամբ չէր տառապում։ Ոչ։ Կներեք, բայց հարուստ մարդիկ, հոգեպես հարուստ մարդիկ երբեք նման խնդիր չեն ունենում։ Շատ հասարակ էր նա, պարզ էր, գալիս էր ռադիոտուն, բոլորի հետ շփվում էր նաև շատ ջերմ։ Շատ շփվող, ջերմ մարդ էր։
Կյանքի գունապնակը եւ երաժշտական գունապնակը տարբերվում էր։ Մարդ անհատականություն էր, իր ոճով, իր բնույթով, իր բնավորությամբ, իր արժե համակարգով, սա եւս շատ կարեւոր է, որպես կանոն այդպիսի մարդիկ հաճախ նաեւ լինում են չհասկացված։ Իր պարագայում դա հենց այդպես է։ Շատ դժվար ճանապարհ է անցել Այո, երգչուհին, դա էլ ասենք Այո։ բազմաթիվ հարվածներ է ստացել նաև կյանքում։ Եվ դա նրան չխանգարեց, որպեսզի նա ժամանակ առ ժամանակ դադարներից հետո Եթե մենք որովի հանդես գա։ ես այսօր ընտրել եմ այն երգերը, որոնք իրենց մեջ ցավ չեն պարունակում եւ ներկայացված է Էլվինա Մակարյանը իր վառ անհատականությամբ, իր խենթությամբ, իր բնության մեծ սիրով եւ երասկոտությամբ, ռոմանտիզմով է ավելի շատ ներկայացվելու այսօր ինքը։ Եկեք սկսենք մեր ռադիոհամերգը, այո։ առաջինը որ երգով եք ուզում բացել։ Հենց այսօրվա եղանակի հետ է կապված, ձյուն է Ձյունը։ կոչվում, այո։ Իհարկե յուրաքանչյուրս ունենք մեր Բարի, սիրած փափուկ երգերը։ Ստեղծագործություն, որ իր մեջ պարունակում է այն սպիտակ ջերմակը եւ թույլ է տալիս մաքուրը, այո, չմտածել, որ ցուրտ է եւ պետք է սիրել ձյունը եւ գնալ սահնակ քշելու։ Ու ընդհանրապես ցանկացած եղանակ պետք է վայելել ճիշտ երգերի ներքո։ Հիմա դա անում ենք ձեզ հետ միասին։ Խնդրեմ։ Սիրով։ Իմ աչքերում մայրեցիր խենթ երասներ ուր կորանել չկան Դες զմերեցուր դեսեր իմ սեր ինչ օրեր անցան Ձյուն դու իչիր պատիլ մաքուր Դու իմ երաս իչիր պատիլին նուր թևով Իչիր ինձ մոտ իմ կյանքի կարոտ Լարուդուդերամ դերում դեր Լարուդուդերամ դերում դեր Սաբուբուբեբամ բերում դեր Վարուդուդերամ դերում դեր Գնում ես դու հեռանում Սեր հանգրվան էլ չկա Թափարում է մի անուրջ կարոտ Այս զմրան ծրդում Ձյուն դու իչիր պատիլ մաքուր Դու իմ երաս իչիր պատիլին նուր թևով Իչիր ինձ մոտ իմ կյանքի կարոտ Բարուդուդերամ դերում դեր Սալուդուդերամ դերում դեր Բարուդուդերամ դերում դեր Ստաբուբուբեբամ բերում դեր Դու կհալվես առծյուն Խենթ երասներ ետ կգան Կբերեն ինձ նրանք վառարև Կբացվի գարուն Ձյուն դու իչիր պատիլ մաքուր Դու իմ երաս իչիր պատիլին նուր թևով
մոտ իմ կյանքի կարոտ վարուդու դեդամ դեդում դե ստալուդու դեդամ դեդում դե վարուդու դեդամ դեդում դե ստալուդու դեդամ դեդում դե Լուսինե Կչոզյանն է մեր ուղիղ եթերում, այսօր մենք միասին ճամփորդելու ենք Էլվինա Մակարյանի երաժշտական աշխարհով։ Առաջին կատարումը հնչեց եւ իր հետ բերեց նաեւ խաղաղություն, ոչ միայն մեզ մոտ, այլև ռադիոլսողների մոտ, որովհետեւ on-line հարթակում արդեն մեծ ծաղկեփունջ ունես, Լուսինե, Հեդիկ Բաբուջյանն է ուղարկել, Ղազար Գալոյանն ասում է բարի լույս Հայաստան, սեր ու խաղաղություն մեր երկրին, այս գեղեցիկ երաժշտական հնչյունների ներքո։ Եվ մենք այսօր այս գեղեցիկ երգերը լսելու ենք իհարկե դաշնամուրային ուղեկցությամբ, նաեւ կցանկանայի, որպեսզի ներկայացնել մեր հայկական կատարողական արվեստի վառ ներկայացուցիչներից մեկն է, ելի մի վառ գույնապնակ է, Խաչիկ Սահակյանը։ Բարի լույս։ Բոլորին հայտնի Եվ խաղաղ էներգետիկայով։ Այո, եւ խաղաղ էներգետիկայով, որը ինձ միշտ զարմացնում է իր բարիությամբ։ Ինքն էլ է մանկավարժ եւ շատ լավ մեծ շփում ունի ուսանողների հետ, անընդհատ համերգների մեջ ու երբեք չի դադարում եւ չի հոգնում նվագելուց եւ երաժշտությամբ զբաղվելուց։ Եվ շատ շնորհակալ եմ, որ Խաչիկը համաձայնվել է այսօր եւ ինձ հետ միասին այս ժամը Առավոտ շուտ համերգային ժամ չի։ Դե գիտեք, երգիչների համար երբեք համերգային ժամ չի լինում, որովհետև եթե երեկոյան անենք, կասեն համերգների ենք ու չեն կարողանա գալ։ Ու այսպես փորձում Ցերեկն էլ ենք կասեմ քնած ենք։ առավոտյան փորձում ենք նաև ռադիոլսողների համար օրը դարձնել գեղեցիկ, որ հետո հանգստյան օրերը ավելի լիարժեք լինեն։ Շատ կարևոր է, որ մարդը զբաղվում է սիրած գործով, դուք ասացիք լավ էլ հոգնած եմ, բայց ցույց չեմ տալիս։ Ըստ երևույթին դա շատ հաճելի հոգնածություն է։ Բավարարված հոգնածություն, որովհետև արդյունքն է տեսանելի։ Կա տենց բառակապակցություն, հաճելի հոգնածություն, լրիվ համաձայն եմ։ Եվ ի վերջո, երբ մարդ սիրած գործով է զբաղվում եւ հատկապես դա ստեղծագործական աշխարհին է վերաբերում, նա ապրում է դրանով եւ դրանով ավելի երիտասարդ է միշտ մնում։ Այո։ Կա այդպիսի բան։ Կա։ Իմջալուց ասում են, որ երաշները ուշ են տերանում։ Ահա։ Կա իհարկե, մանավանդ մեր դեպքում ես Լուսինան դե գոլեգաներ ենք, մենք նույն ուսումնական հաստատությունում ենք դասավանդում, ու միշտ երիտասարդների հետ, միշտ նոր ծերունդ, արդեն բնականաբար մեզ էլ է փոխանցվում այդ ամեն ինչը, փառք Աստծո։ Դուք սովորեցնում եք նաև սովորում։ Այո, ավելի շատ սովորում։ Լուրջ։ Ավելի շատ սովորում, որովհետև ամեն անգամ նոր երեխեքի հետ նոր տրամադրություններ, իրանց էմոցիան է քեզ սովորեցնում, էլի ասենց ասեմ։ Դրա համար էլ միշտ երիտասարդ եք մնում, էլի, գաղտնիքը այդտեղ է նաև, չէ՞։ երաժիշտը ընդհանրապես ֆիզիկապես է հոգնում։ Այո։ Իսկ քանի որ մենք հոգեպես միշտ լի էմոցիաների մեջ ենք եւ օրվա վերջում բավարարված մեր կատարած աշխատանքով, թե դասավանդելով եւ թե համերգներ տալով բավարարված գալիս ենք տուն, դրա համար այդքան չենք հոգնում, ինչպես Խաչիկն էր ասում, այո, մենք անընդհատ սովորում ենք, ամենափոքրիկից էլ ենք սովորում։ Գեցեք։ Լուսինե, այ ուշադիր լսում էի ձեր առաջին կատարումը եւ ակամայից մի բան ինձ թվում է, որ երգում է Էլվինան։ Դուք զգում եք, որ վերցրել եք այդ ոճը, թե միշտ ձեզ շրջապատի մարդիկ են ասում։ Իրականում ես երբեք չեմ նմանակել եւ երբեք էլ խորհուրդ չեմ տալիս։ Ակամայից եք վերցրել, հա։ Որ բնականաբար, որովհետեւ մի հատ փոքրիկ պատմություն պատմեմ, երբ որ պետք է արդեն կողմնորոշվեի մասնագիտության հարցում, չէի կողմնորոշվում։ Ու բարեբախտաբար մեր բակում այդ ժամանակ բնակվում էր երգիչ Արմեն Գևորգյանը եւ երբ որ ունեի ամեն բոլոր տվյալները, որ կարելի էր զբաղվել երգարվեստով, բայց շատ հում էի։
Արմենը լսեց, տեսավ, որ ցանկությունը մեծ է եւ մոտ մի 2 ամիս աշխատելով ինձ ուղղորդեց դեպի Էստրադային ջազային արվեստի քոլեջ։ Շատ շնորհակալ եմ իրեն, շատ սիրում եմ իրեն, շատ լավ երգիչ է ինքը եւ ելի վառ ներկայացուցիչներից մեկն է մեր երգարվեստի։ Այնտեղ հանդիպեցի մի ծաղկեփունջի, Աքսել Բակունց։ Նադեժդա Սարգսյան։ Չէ, իրեն չեմ հանդիպել։ Խաչիկ Սահակյան, իմ ամուսնուն, Ճակատագրական էր փաստորեն։ այո։ Իմ շատ սիրելի եւ անփոխարինելի դասախոս Արմանուշ Հակոբյանին, որը 0-ից ինձ սովորեցրեց երգարվեստի բոլոր կանոնները, Ջերմ բարևներ Արմանուշ Լևոնդովնային։ Ջերմ բարևներ իմ շատ սիրելի ուսուցչին, որը հիմա ինձ կոլեգա է հանդիսանում կոնսերվատորիայում։ Եվ այդ ժամանակ, երբ որ արդեն պետք է ընտրվեր մասնագիտության մասնագետը, ասեցին Էլվինա Մակարյանն է գալիս, ամբողջ կուրսով հավաքվեք։ Եկավ Էլվինան, ասեց երկում եք տուն եւ կրկներք, ավել ոչինչ։ 11-12 հոգու լսելուց հետո ասես դու 4 հոգու ընտրեց, որից մեկը ես էի։ Ճակատագիր էր։ Ես երբեք մտքովս չէր անցնի, որ ես կարող եմ իր դասարան ընկնեմ։ Եվ ասեց վաղը այսինչ ժամին կլինեք էսի տեղը։ Գնացինք ինչն է դուր գալիս ինձ Էլվինայի այդ մոտեցման մեջ ինքն էր նվագակցում բոլորիս։ Ուներ մագնիտոֆոն, ոնց են ասում հայերեն մագնիտոֆոն։ Ասեց, որ մեզ դատարկ կասետաներ կբերեք լենտային, դե այն ժամանակ այդպես էր։ Մենք չունեինք ինտերնետ, մենք չունեինք գրքեր, կասետներով։ Այո, մենք միայն լսում էինք հանրային ռադիոյի երգերը։ Ինչ հաճելի է։ Այո, որը շատ մեծ տպավորություն է ստեղծել եւ ես հիմնականում բոլոր այդ երգերը համարյա թե անգիր գիտեմ։ FM-ներ չկային, CD-ներ Այո, չկային եւ Էլվինան ավելի մի քիչ ավելի խորը լսելով եւ հասկանալով ուսանողների եւ ձայնածավալը եւ բնավորությունը միշտ բոլորին տալիս էր այն երգերը, որոնք որ բնավորությամբ համապատասխանում էին տվյալ ուսանողին։ Այսինքն կատարումը պետք է հոգեվիճակին եւ խառնվածքին համապատասխան լիներ։ Ոնց որ հիմա ես եմ անձամբ ինքս այդպես ընտրում ուսանողների երգերը։ Պետքա երգը համապատասխան լինի։ Իրենը պիտի լինի, Այո, էլի։ իրենը միջև չլինի, ինքը չի երգի այդ երգը։ Կարա լինի շատ հասարակ երգ, բայց ինքը այնպես ներկայացնի, որ լինի Հոգուց բխող դառնա, հա։ Եվ այդպես Էլվինան ձայնագրում էր կասետաների վրա երգերը, ասում էր գնացեք տունը սովորեք կգաք։ Եվ այնպես էր ստացվում, որ ես ամեն դասին, ինչ որ ինքը ինձ տալիս էր, ես պատրաստ բերում էի, Էլվինան զարմանում էր, ասում էր, ես այսպեսի ուսանող դեռ չեմ ունեցել, որ գործը տալիս ես, ինքը հաջորդ դասին բերում է ճիշտ այնպես, ինչպես որ ես ուզել եմ։ Եվ այդպես մի քանի երգեր առաջացան, որոնք կարելի ասել կոնկրետ ինձ համար գրվեցին։ Պատասխանեմ քո հարցին Տիգրան, բնականաբար, երբ որ դու շփվում ես մարդու հետ, ինչքան էլ որ դու չես կրկնօրինակում, նրա մասնիկից դու անպայման ունենում ես։ Եվ այդ մոտեցումը, երբ որ դու ասեցիր, որ կա լսվում է Էլվինայի շունչը իմ երգի մեջ, այո, ես էլ եմ որոշակի առումով զգում, որովհետև ավելի շատ խարիզմատիկ վիճակն է զգացվում իմ երգի մեջ իր ներկայությունը եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Ուզենք ցանկացած աշակերտ իր վարպետից վերցնել։ Ու դա շատ լավ է իրականում։ Հետո ես գտնում եմ, որ պետք չի կրկնօրինակել։ Իհարկե, դա ամենավատ բանն է։ Դա ամենավատ բանն է։ Պետք է անհատը լինի անհատ։ Ձեռագիրը միևնույն է զգացվում է։ Միանշանակ եւ ամենակարևորը կրկնօրինակելուց միշտ ձախողումներ են լինում որպես կանոն, որովհետեւ դա քոնը չէ։ Այ մենք մի ժամ խոսեցինք, որ պիտի քոնը լինի, քո ներաշխարհին համապատասխան լինի։ Երբ վերցնում ես կրկնօրինակելու, դա դառնում է տխուր բան։ Ինչ լսենք հիմա։
Ուրեմն այս երգը ես ոչ միտեղ չեմ հանդիպել եւ այն միայն ինձ մոտ կա։ Վաու։ Ու հիմա ես կփորձեմ ներկայացնել, այն կոչվում է այս հեքիաթային աշխարհում։ Շատ գեղեցիկ ստեղծագործություն է, ինձ թվում է կսիրեն։ Լավ։ Հեքիաթային ճկնախ երկրում մենակ ես թափառում եմ ու կանչում իմ կյանք քեզ երազում եմ ես տեսնում արի Ես մի թռչուն եմ երկնքում իմ լույս որքան կարոտ կա իմ սրտում արի Չմնա սիրո կարոտը մեր հոգում, մեր հոգում արի, որ միասին մենք թափառենք երազներում, արևաշող ու լուսավոր այս մեծ կյանքում ու չմնա սիրո կարոտը մեր հոգում, մեր հոգում Չմնա սիրո կարոտը մեր հոգում, մեր հոգում արի, որ միասին մենք թափառենք երազներում, արևաշող ու լուսավոր այս մեծ կյանքում ու չմնա սիրո կարոտը մեր հոգում, մեր հոգում բայց այսօր հեռու ես ինձանից մենակ ես թափառում եմ ու լալիս իմ կյանք, իմ մեծ երազ արի, արի,
Լուսինե Քչոզյանը շարունակում է մեզ պարգևել գեղեցիկ կատարումներ Էլվինա Մակարյանի երգացանկից։ Մենք ուղիղ եթերում ենք, բնականաբար կենթանի ձայն է հնչում մեր եթերում ինչպես միշտ։ Եվ շարունակեք լսել, գրել մեզ, փոխանցել ձեր ողջույնները։ Արդեն գրառումներ էլի կան, բնականաբար չէր կարող չլինել, որովհետև այսօր մի տեսակ ուրիշ աշխարհ ենք գնացել, հատկապես երբ պատուհանից ենք դուրս նայում, տեսնում ենք այդ սպիտակ ձյունը, տեսնում ենք մի տեսակ եթերային տրամադրություն է, չհաշված առօրյական խնդիրները, ճանապարհները եւ այլն, բայց այդուհանդերձ երբ պատուհանից դուրս ես նայում տաքուկ թեյ կամ սուրճ ես ըմբոշխնում ու լսում կամ դիտում ձեզ մեզ, այս պարագայում անհնար է չգրել եւ Վարդիշախ Նանո Խաչատրյանն է գրում բարի լույս սիրելի ռադիոհաղորդավարներ եւ սիրելի ռադիոլսողներ, սուրճ սեր է բոլորիս մաղթում եւ իհարկե հավանության նշան է ուղարկել նաեւ Գոհար Մկոյանը։ Անհնար է չլսել, չսիրել Էլվինա Մակարյանի երգերը, եթե հոգիդ խորն է, եթե էմոցիոնալ ես, եթե ունես զգացմունքներ, բայց միևնույն է նույնիսկ ամենա եթերային երգերում միևնույն է ես զգում եմ թախիծ ու տխրություն։ Այդպես է իմ զգացողությունն է դա զուտ։ Կա այդպիսի բան։ Մի տեսակ առանց դրա չի ստացվում լսել երգերը Էլվինայի։ Այս երգի մեջ կար նման բան, իդեպ սա առաջին ստեղծագործությունն է, որ ինքը ինձ սովորեցրել է։ Մի տեսակ ուրիշ է սա փաստորը։ Ես նկատել եմ, որ այ Էլվինայի այսպես հա անցած ճանապարհը առհասարակ կարելի է բաժանել մի քանի փուլերի ջազային հատված, փոփ հատված, Երևանին նվիրված երգեր, դե իհարկե սիրո շարքը բոլորն էլ գիտեն։ Ձեզ համար կա մի ոճ, որը առավել առանձնահատուկ է եւ հոգուն մոտ։ Ավելի այս հանգիստ ստեղծագործություններն են ինձ հոգուն մոտիկ, բալադային ստեղծագործությունները։ Բայց իհարկե ուրախ տոներով երգերն եմ շատ սիրում։ Ու շատ կտրուկ տարբեր են իր ուրախ տոներով։ Երևան ալբոմը, հա, նույն Յարոջանը, Երևանը, դա մի ուրիշ է։ Եվ իհարկե վերջին ալբոմը, որը ավելի նորացված երանգավորմամբ էր այնտեղ, գործիքավորմամբ, մի փոքր ավելի մոդեռն, որը նման չէր նախորդներին։ Այո, ամենակարևորը, որ ինքը ամեն երգում ներկայացնում էր իր հենց այդ ժամանակահատվածի էտապը, ու դա շատ վառ երևում էր։ Եվ հիմա էլ, որ հիմա մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որտեղից ինչ ծագեց։ Այսինքն ամեն էտապի երգեր բնորոշում են իր հոգեվիճակը, հուզական աշխարհը, ապրելու տարբերակը, ինչու ոչ, որովհետև մեծամասամբ դրանից է պայմանավորված մեր նախասիրությունների փոփոխությունը։ Տվյալ շրջանի էմոցիաները։ Դուք այսօր ծաղկակաղ եք կարելի ոնց հասկացա, մենք ջազային կատարում կլսենք, թե ոչ Էլվինայի երգերից։ Թե չէ։ Չգիտեմ, ռիթմային կան, բայց ոչ, այդքան ոչ։ Հետաքրքիր է, որ քեզ նաև ասոցացնում ենք բնականաբար ջազի հետ, բայց Էլվինայի դեպքում ավելի էս հանդարտ երգերն ես նախընտրում։ Չէ, հիմա նախորդող երգը, որը էլի չլսված երգ է, առաջին կատարողը եղել է Սյուզաննա Մարգարյանը, Էլվինան է երգել եւ ես եմ երգել, էլի ինքն է ինձ սովորացրել էս երգը։ Կոչվում է Արևաշող գարուն։ Դե արդեն, հա, այդ երգին ծանոթ եմ։ Հետաքրքիր է։ Բայց այդքան շատ չի հնչում ինքը։ Մենք այսօր ոնց հասկանում եմ ընտրության շնորհիվ նաև ծանոթանում ենք շատ քիչ լսված երգերի հետ, հա? Բացահայտումներ կան, չէ, բայց ուղղակի իմ մեկնաբանությամբ արդեն։ Ինչ լսենք, հա։ Հիմա կհնչի Արևաշող գարուն, թող մի քիչ արևի շողը մեր հոգիներում եւ ձյունը հալեցնի, ցուրտը մի քիչ կանգ առնի։ Շող ներողություն Ինչ երասներ բասում Բերում ես դու միշտ բոլորին Ու պարգևում շպիտուխին Դու իմ կյանքի գարուն Ես քեզ եմ միշտ հնչում Երկնից կապ
կապույտ իջնող շողեր Հազար ձայնով երկող ավկեր Երկի փոքրիկ թրջուն թևիր հեռու Գարուն է ամենուր գարուն Կարնան գրկում ինչպես վար երազում Թրջում եմ աստղային հեռու Բեր ինձ բարի լուրեր Բեր ինձ սիրո հույսեր Իմ խենթկարուն հրաշքարում Քեզ կարոտով եմ ես կանչում Դու իմ կյանքի գարում Ես քեզ եմ միշտ ընչում Երկնից կապույտ իջնող շողեր Հազար ձայնով երկող ավկեր Երկի փոքրիկ թրջուն թևիր հեռու Գարուն է ամենուր գարուն Գարնան գրկում ինչպես վար երազում Թրջում եմ աստղային հեռու Թրջուն թևիր դու հեռում Գարուն է ամենուր գարուն Գարնան գրկում ինչպես վար երազում Հրաշքարուն է սիրովան հուն է Հրաշքարուն է իմ Ծափահարություններ Ծափարություններ Գարուն Լուսինե բերեց Քոչարյանի համար Լուսինեն այս երգով Օնլայն հարթակում էլ արդեն կա մեկնաբանություն Տիգրան Արզումանյանն ասում է բարի լույս ու շնորհակալություն ձեզ ու ձեր հյուրին մեր սիրելի Էլվինային չմոռանալու համար Այստեղ նաև ծաղկեփունջ ունես Լուսինե ջան օնլայն հարթակի միջոցով Վիրտուալ ծաղկեփունջ ու ծափեր վիրտուալ ծափարողների խումբ Հետարքիր են նաև հնչում Էլվինա երգերը դաշնամուրային նվագակցությամբ այսօր Կարծես ոչինչ չի կորել Նույնիսկ թղթերը հանգիստ չեն մնում Ահա նոտաները հայտնվեցին Սա խոսում է երգերի շատ այսպես լեցուն լինելու մասին որ երգը միևնույնն է ունի ասելիք երգի միջոցով փոխանցել է երգչուհին դա եւ անկախ նրանից դա գործիքավորմամբ է օրկեստրով թե դաշնամուրը ոչինչ չի տուժում Ֆենոմեն է Բնականաբար ոչ Բովանդակային է, որովհետև չէ, երևի հիմքում բովանդակությունն է։ Եվ բացի դրանից էլ մեր Խաչիկը Սահակյան դա Человек оркестр։ Մենք գիտենք։ Այո։ Հանդիսատեսին էլ նաև Լուսինեի նաև ձայնային դիապազոնային տվյալների մասին տոնայնությունը ես սխալ նվագեցի, բավական բարձր նվագեցի։ Երկու վերսիա էի գրել, փաստորեն սխալ տարբերակով, բայց ինքը այդպես ով էր կասկածում։ Դե Լուսինեի համար խնդիր չկա, ես կարծում եմ։ Եվ ժամը, եւ վայրը, եւ եղանակը 3-4 տոնի տարբերությամբ բարձր։ Շնորհակալ եմ Լույս ջան, որ փրկեցիր։ Այ խոսենք փոխհարաբերությունների մասին, որովհետև շատ կարևոր է գործակցության ժամանակ, երբ կա առողջ միջավայր, միմյանց հասկանում են, մի գծով են գնում։ Գիտեք, երաժշտական լեզուն է ամենակարևորը, որտեղ երաժշտությունն էլ նույն մարդկային հոգին է, այսինքն այդպես զուտ պրոֆեսիոնալ իմաստով դժվար է մենակ երաժշտանը հասկանալը, ինքը ասենք հիմա ոնց որ կա Լուսինեն, տենց էլ ինքը երգում է, իրան է ինքը արտահայտում, նույնն էլ ես եմ։ Լավն եմ, վատն եմ, ես եմ զգում։ Միջվայրդ Էլվինայի հետ նաև կապված որպես երաժիշտ եմ ասում, սրա նախորդ երգը ես չէի լսել, Լուսինեն ինձ ուղարկել էր Էլվինայի հենց կատարմամբ շատ հին ձայնագրություն, դաշնամուր մի քիչ նույնիսկ լարից ընկած, բայց ես ապշել էի ոնց է ինքը զգում հարմոնիաները, ոնց է ինքը զգում Էլվինան նկատի ունեմ։ Դաշնամուրային արվեստին ոնց է տիրապետում, ինչ ազատ է նվագում, այդ ջազային վիճակները,
ու մի անգամից զգացում որ ինքը լավագույն այդ պահին լավագույն երաժշտություն լսած անձնավորություն է Ստիվի Վոնդերներով, չգիտեմ, ու ամեն ինչ մեջը կար։ Բայց այդ ամեն ինչը իր պրիզմայով դուրս է գալու ու դառնում է Էլվինա։ Ես իսկականից ապշել եմ իր նվագային էլ ինչ որ երկու բան լսել էի նույն հանրայինով ցույց էին տվել իհարկե, բայց շատ կարևոր է որտեղ ինքը հարմոնիան նենց ազգում որ այս ամեն ինչը դրա համար էլ տենց սինուն երկեր են ստացվում։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին էլ մենք նաև ընտանիքներով ենք մոտիկ որտեղ Արմենը իմ լավ ընկերս է ու գոլեգան ամուսինը Լուսինայի մեր քոլեջի հարվածային գործիքների մասնագետն է ու այս նոր սերնդի շատ լավ երիտասարդ հարվածային գործիքների տիրապետին բարաբանщикներ հա կամ դրամերներ հայերենով մի քիչ երկար է ստացվում իր աշակերտներն են այս վերջերս էլ իր հետ այդ թեմային նաև անդրադառնալով իր աշակերտներից մեկի հետ Արա Հովանեսյանի հետ հատուկ ստեղծագործություն գրեցի նվիրեցի իրան իրար հետ կատարեցինք անուն էլ դրեցի Արա Գեղեցիկ Շատ լավ եք մտածել իրականում։ Իդեպ Խաչիկը անցած շաբաթ Արնո Բաբաջանյանի համերգասրահում կայացավ մի հրաշալի համերգ, որտեղ ներկայացված էր Գյումրու ժողգործիքային նվագախումբը եւ ժողգործիքները մենակատարներն էին։ Շատ գեղեցիկ ջազը ժողովրդական ստեղծագործությունների հնչերանգների ներքո բավականին մեծ բավականություն եւ այո հաճույք ստացանք նույնիսկ կարելի է ինչպես ասաց Խաչիկը իր ստեղծագործությունը ներկապային հնչեցնել նաեւ Խաչիկի ստեղծագործություններից որևիցե մեկը հիմա ներկապային Խնդրեմ մենք դեմ չենք իհարկե Այս ծափարությունները ձեզ են ուղղված։ Շնորհակալ ենք, հիմա ծափեր են մեր եթերում հնչում։ Մի տեսակ
ֆիլմային դարձավ մեր առավոտը։ Ոնց որ ֆիլմային այսպես շարք գնա, տարբեր երգերի շնորհիվ էլ, այստեղ երաժշտությունն է գլխավոր մեղավորը, բնականաբար։ Լուսնեն մի փոքր շունչ քաշեց իհարկե այդ ընթացքում։ Շնորհակալ ենք գեղեցիկ էմոցիաներ փոխանցելու համար։ Այսօր Լուսինեի կատարմամբ մենք նաև լսեցինք երգեր, որոնք շատ քիչ են հնչել, կարելի ասել այսպես ոչ հանրամատչելի տարբերակով։ Այս համատեքստում արդյոք Էլվինա Մակարյանի ամբողջ ժառանգությունը ուսումնասիրված է եւ արդեն հրապարակված։ Ոչ։ Կան երգեր, որոնք դեռ հում վիճակում են։ Ինձ համար անձամբ հատուկ ինձ համար գրված երգ ունի, նույնիսկ իր նկարներ նկարած եւ ֆրանսերեն լեզվով։ Ինքը ասեմ ինչ շատ էր սիրում, շատ էր ինձ սիրում։ Ու որ միշտ տեսնում էր, որ ես պատրաստ գալիս եմ, մի կիսամյակում 6-ից 7 գործ էինք պատրաստում։ Ու երբ որ քննություն էինք անցնում, Աքսել Բակունցը ասում էր. «Էլվինա ջան, դե երգում ա երեխան, հերիք ա», ասում ա, «Ոնց, այս երեխան այսքան գործ ա արել»։ Ու ստիպում էր, որ ամբողջ ինչ որ մենք անցել էինք ամբողջ կիսամյակի ընթացքում, բոլորը լսեին եւ դրա արդիվ թղթի վրա շատ արագ ինքը նկարեց իր պատկերը եւ ֆրանսերեն լեզվով գրեց երգը, կոչվում էր «Խաղաղություն երեխաներին»։ Բայց ես դեռ չեմ անդրադարձել այդ ստեղծագործությանը, անպայման անդրադառնալու եմ եւ հնչեցնելու եմ ամբողջությամբ պատրաստ լինեք երգը ներկայացնել։ Այո, երգեր կան этаպային, որ դու պետք է գաս հասնես դրան։ Չպետք է միանգամից մտնես նրա մեջ, եթե դու ինքդ չես կարողանում նրա հոգին եւ բնավորությունը ներկայացնես։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այո, իր ժամանակն ունի։ Նույնիսկ կան իրեր, որ քեզ դուր է գալիս, դու գնում ես, բայց դու դա չես օգտագործում, մեկ էլ մի 5 տարի հետո ես դա օգտագործում։ Դրա ժամանակը հիմա այդ իմ երգն է, որը մի քիչ շատ երկար է ստացվել, բայց բացառիկ է, միայն ձեզ մոտ է, ասած ճիշտ հասկացա։ Մենակ ինձ մոտ է այդպես։ Չէ, երգը նվիրել է ձեզ, միայն այո, ձեզ այդ երգը միայն ինձ է նվիրել։ Տակուկ պահել է։ Թաքցրել Բայց ես գիտեմ, որ ինքը մեծ քանակությամբ ստեղծագործություններ ունի, որովհետև ինքը շատ արագ կարողանում էր գրել ու թողնել մի անկյունում։ Արման Աղաջանյանը նոր շունչ տվեց վերջերս նաև, եւ կարծում եմ մի մեծ բազա իր մոտ կա։ Սովորում Արմանի հետ, այո։ Եվ ապրի ինքը, շատ շնորհակալ եմ իրեն դրա համար։ Շարունակում է ապրեցնել այդ երգերը, նոր շունչ տալ, իսկ դա շատ կարևոր է ունկնդրի համար, այն ունկնդրի համար, որի համար կարևոր է բովանդակային երգը։ Եվ շնորհակալ եմ իրեն նաև, որ հնչեցնելով ստացվեց այնպես, որ մինչ օրս նրա ստեղծագործությունները հնչում են եւ մեր ուսանողներն էլ են կատարում, այսինքն նա անընդհատ ապրում է, վերապրում է։ Ինչով է զարմացրել երբևէ քեզ Էլվինան։ Իր այդ էմոցիոնալ դաշտով ես մի քիչ հանգիստ եմ, ինքը միշտ ու խենթ մի քիչ լավ իմաստով։ Գիտեք, ու իր բարիությամբ ինքը շատ բարի, ջերմ մարդ էր։ Չգիտեմ, ես մեծ բավականությամբ, ես միշտ սպասումով էի։ Սպասում էի, երբ պիտի դասի օրը գա, որ գնայի դասի։ Կարոտում։ Այո։ Երբևէ չեք զայրացրել ձեր ուսուցչին։ Ոչ։ Իսկ տեսել եք զայրացած իրեն այ որ։ Այո, իհարկե, երբ որ ուսանողը պատրաստ չէր գալիս։ Էմոցիոնալ մարդը չի կարող չզայրանալ։ Հարկանում էր։ Դե եկեք չխորանանք։ Բայց այդուհանդերձ որքան կարևոր են առողջ հիշողությունները։ Իրենք անդադար ապրեցնել են տալիս այդ մարդու այդ հարաբերությունները։ Ով ուսանել են իր մոտ մինչև վերջ կհիշեն այդ էմոցիաները կմնա իրենց մեջ եւ Էլվինան կմնա իրենց մեջ։ Դե յուրահատուկ տեմբրը եւս տարբերող էր ու երբ այդ երգերն ենք միշտ լսում, միանգամից տեմբրն է գալիս ինձ մոտ առաջին հերթին, որովհետեւ առանձնանում էր նաեւ իր տաղանդից բացի այդ տեմպրային հատկությամբ։ Բացի դրանից ինքը յուրահատուկ կատարում էր իր ստեղծագործությունները, որովհետև դրանք իրենն էին։ Ոչ մեկ իր նման չի կարող դա կատարել։ Դե հոգուց է եկել իր ներաշխարհից։ Հիմա ինչ լսենք։ Հիմա կլսենք երազանք ստեղծագործությունը, որին ես
երիտասարդ տարիքում էլի երիտասարդ եմ, բայց երիտասարդ տարիքում չեմ անդրադարձել։ Այ հիմա հասունացել է այդ պահը, որ պետք է երգեմ։ Ամեն երգ պետք է ունենա իր տարիքը ըստիս։ Դու արի իմ սերարի երազի գինով արփած կարոտիս ցավը մարի օրերի հուշերում կորած Վերսիրո չասված խոսքեր աչքերի ժպիտ բարի աստղերին երազ դու բեր երազի թևերով Շերի դու մի երկ երկի կարոտի կրակում այրվենք անցյալի երազ դարձած դու ննջիրանուշ կնով կարոտի Շեր անցած երազի հույսերի գինով թող հոսի մինչ լույս գինի երազի կարոտով ապրենք հուշերի դու մի երկ երկի կարոտի կրակում այրվենք հեքիաթի գիշերներ մնան երազի կարոտով ապրենք սերը մեր երազով թող գա Բրավո Ես անվերջ սպասում եմ մի երգի, որը շատ եմ սիրում եւ հիմա այսպես չեմ դիմանը կհարցնեմ Այդ կներես այն երգն է որ Գյումրիի փողոցներում երգում է Արեգակ երգի մասին է խոսքը Երգելու եք Ուրա Ես ասեմ որ Տիգրանը Գյումրիի փողոցում երգում էր այդ երգը բարձրացել բազմաթիվ են երգերը որոնք շատ սիրում եմ Իհարկե բայց այդ երգը մշտապես կարծես այսպես հոգու դարման լինի Ես հիմա հասկացա թե ինչու էիք պահել այս երգը ու երկար ժամանակ չէիք անդրադառնում այո որոշակի հասունություն ու դժվար փուլեր հաղթահարած լինելուց հետո պիտի այս երգը կատարվեր որպեսզի ամբողջությամբ փոխանցվեր Բայց ես կցանկանայի մի փոքր զրուցենք այդ ամենի մասին այ քիչ առաջ ասացիր մարդը պետք է հասունանա որպեսզի երգի այս կամ այն կատարումը Ինչ է դա այ ինչու այսօր երիտասարդները ցանկացած երգ կարող են վերցնել ու երգել
դուր է գալիս եւ վերցեցին երկեցին, բայց տես ձեր սերունդը այդպես չի մոտենում երկերին։ Ինձ համար Ինչ գաղտնիք կա այստեղ։ Պետքա բացի նրանից, որ մեղեդին դուր է գալիս, դա մի ուրիշ բան է։ Ինձ էլ է շատ մեղեդի դուր գալիս։ Երիտասարդները եւ նույնիսկ փոքր տարիքի երեխաները բերում են երգեր եւ ուզում են երգել։ Ասում եմ, իսկ դու տեքստը ուսումնասիրել ես։ Ասում է, չէ։ Ասում եմ, քեզ ի՞նչն է դուր եկել մեղեդին, այո, բայց եթե տեքստը քո տարիքին չի համապատասխանում, դու ինչպես կարող ես այդ երգը երգել։ Եվ մեծամասնությամբ բոլորը հենց այդպես էլ ուղղորդվում են, մեղեդին դուր է գալիս եւ երգում են։ Իսկ ինձ համար խոսքը շատ մեծ նշանակություն ունի։ Դու պետք է կարողանաս մատուցել անպայման ներկայացնել։ Հիմա տեսեք, դուք դասավանդում եք եւ վստահ եմ, որ ուսանողները եւս, այ թեկուսի բարձր կուրսերի բերում են այս կամ այն կատարումը եւ ասում են, սա ուզում ենք երգել։ Բայց տեսնում եք, որ ինչպես ասում են, իրենց հակով չէ այդ երգը։ Ճակերտներում ասած։ Ես մի ձևի համոզում եմ, որ իրենք չերգեն։ Երկխոսության միջոցով մի երևույթի անդրադարձակ, որը հաճախ ենք տեսնում, հատկապես փոքր երեխաները, որ երգում են դարդոտված, կոտրված սիրո, ջախջախումների, փշրումների մասին, բայց այստեղ նաև եւ երգտվողը եւ ծնողը պիտի չէ, նաև այդ մասով մտածի, որովհետեւ երեխան երեխա է։ Չէ, իրենք նայում են, որ այդ երգը մրցույթային է, այդ երգը լսելի է, բոլորը լավ գիտեն եւ պահանջված է։ Դրա համար իրենք ցանկանում են այդ ստեղծագործությունները ներկայացնեն։ Բայց իհարկե ինչը սխալ է միանշանակ։ Ոչ իշահ իրենց, այլ իշահ տվյալ երևույթին։ Լուսինե, ձեր սերունդները ավելի լսող իրենց դասախոսներին, թե այսօրվա սերունդը։ Ինտրիգային տարբերություն կա թե ոչ։ Տարբերություն կա, բայց ներկա պահի սերունդն էլ շատ լսող է, իմ բոլոր սաները ինձ շատ լավ լսում են։ Այստեղ կարևորը սիրով են գալիս, դրանից է երևի երբ հիմքում սերն է, ամեն խնդիր լուծելի է, կարող ենք այդպես ասել։ Պետք է ընկերություն անել, փորձել հասկանալ եւ ներաշխարը իմանալով հանդերձ ուսանողի բերում ես այն իրավիճակին, որ ինքը փոխադարձ հարգանք է ստեղծվում։ Նա ինձանից է սովորում, ես իրենից եմ սովորում եւ այդպես ստացվում է այն, ինչ որ ստացվում է։ Եվ տեսնում են արդյունքը, ինչպես բազմաթիվ անգամներ ուսանողների հաջողություններով եկել եք մեզ հյուր եւ ներկայացրել հաղթանակները։ Քննությունների մեջ էինք, բոլորը 19-20 են ստացել։ Դե այլ տարբերակ չերել կարող լիներ։ Նոր մեդալներ նվաճել եք այս կարճ ժամանակահատվածում, որ տարին նոր է սկսել։ Դե կապ չունի, իրենց շատ չկա։ Սպասվում են։ Այսինքն էլի լինելու է մրցույթը շատ տարի, հա։ Բնականաբար, այո։ Ինչ են տալիս այդ մրցույթները, հատկապես են երգիչներին, որոնք նոր են այդ ճանապարհը անցնում, հա, կայացած երգչի մասին չեմ խոսում, այ ուսանողին ինչ է տալիս այդ մրցույթը, հատկապես երբ հաջողում է։ Փորձություն, ինքնավստահություն, թեկուզ ասեմ ձեզ, կան ուսանողներ, որոնք թույլ են ավելի, բայց մասնակցելով եւ անընդհատ շփման մեջ գտնվելով, այդ իրավիճակներին ականատես լինելով, մեկ է տեսնում ես իրենք ավելի շատ սկսում են արագ աճ ունենալ, քան այն ուսանողները, ովքեր որ միայն սահմանափակվում են, շատ լավ են երգում, տաղանդով, այո, որտեվ դա մի փորձություն է, որտեղ դու արդեն ձեռք ես բերում այն մի ճյուղը, որտեղ ներկայանում ես որպես արտիստ, ոչ միայն որպես երգիչ։ Իսկ երգիչը պետք է լինի եւ արտիստ եւ երգիչ։ Այսինքն դուրս գնալ պետք է պարտադիր, շփվել։ Պարտադիր չի, մենք այստեղ Հայաստանում էլ ունենք շատ լավ միջազգային մրցույթներ, Art Music, Փոքրիկ քայլեր, մեղեդի եւ ես բոլորին էլ առաջարկում եմ, որ միայն զուտ փորձության համար գնան, ոչ թե գնան մրցելու համար։ Բայց իրենք պատրաստ են հոգեպես, որ կարող են նաեւ ձախողել, կարող են նաեւ չհաղթել։ Դրա համար էլ միշտ մեդալներ են վերցնում, գալիս են, խնդրեմ։ Բլնը վտանգավոր է, ես ասում հաղթելն էլ է վտանգավոր։ Ճիշտ եք, ավելի վտանգավոր է։ Դաժե ավելի վտանգավոր է, այո։ Ես այդ կոնկուրսների մրցույթների մենակ այդ հատվածը ինձ դուր չի գալի, այն իմաստով որ հանգարտ դա երեխայի կամ ջահելի հոգեբանության վրա, որտեվ սա ամեն դեպքում
սպորտ չի, այդքան մենք 2-1 չենք հաղթում կամ չգիտեմ ավելի արագ չենք վազում ու ամեն ինչ մեկը հարաբերական է, ինչքան ուզում է լավ ժյուրի լինի, ինչքան ուզում է անկողմնակալ լինի, շատ դժվար է ասենք որոշել օրինակ Լուսինանա լավ երգում թե Այստեղ մեծ գործ ունեն ուսուցիչները անելու, պատրաստելու տեսանկյունից էլի։ Այստեղ հավաքում դու կարաս որոշես որ ինքը մաքուր երգեց կամ բանը, բայց քո վրա ազդեց թե չազդեց չես կարող ասել։ Դրա համար մրցույթների այդ վտանգը կա։ Պետք է երեխաներին ասել որ որովհետև կան երեխաներ, որոնք Grand-Prix են վերցնում, առաջին տեղ են վերցնում, մեկ էլ մյուս մրցույթին ոչ մի բան չեն վերցնում։ Իրանց մոտ միած ստրես է սկսվում։ Դրա համար պետք է պատրաստել, որ դու ներկապային ուրեմն լավ չներկայացար։ Երևի են Grand-Prix-ին վերցրել է, հանգիստ է եղել, մտածել է որ մյուսը նորից պետք է Grand-Prix լինի։ Սա խոսում է փորձառության մասին, շատ լավ է, որ պիտի հասկանալ, որ անդադար պիտի աշխատել անկախ հասած նվաճած բարձունքներին։ Մի բան եմ նկատել, որ հաճախ առաջին հորիզոնականում զբաղեցնող երաժիշտը հետո այդքան չի հաջողում, որքան օրինակ երրորդում, երկրորդում, այսինքն դա դեռ ցուցանիշ չի, որ դու այդ մրցույթում հաղթեցիր, վերջ, ճանապարհները բացվեցին, կարմիր գորգերը փռվեցին։ Նաև շատ-շատերին գիտենք այսօր շատ հայտնի կատարողներ, ովքեր կտրվել են նմանատիպ մրցույթների ժամանակ, իրենց պարզապես մերժել են, ասել ոչ դու չես անցնում եզրափակիչ փուլ։ Մրցույթը կարող է օգտակար լինի, երբ որ երեխան բեմա բարձրանում, հուզվածությունը կարողանա զսպի, բաներով, բայց ես հաղթեցի կամ ես պարտվեցի։ Այստեղ մի հարց էլ առաջացավ։ Մենք միշտ լսում ենք մրցույթային երգիչ, ոչ մրցույթային երգիչ արտահայտությունը։ Սա խառնվածքի հետ է պայմանավորված, կա նման բան։ Մարդիկ կան, որ չեն սիրում մրցույթների մասնակցել, ու ասում են իմը չի, ես չեմ կարող, բայց շատ լավ երգիչ է։ Մարդիկ էլ կան, որ սիրում են անդադար գնալ ու այդ մրցույթներին մասնակցել։ Կան։ Ես օրինակ չեմ սիրում մրցույթների մասնակցել։ Բայց սիրում եք, երբ ձեր ուսանողներն են մասնակցում։ Բնականաբար իրենք են ցանկանում։ Եվ ես զուտ չեմ տանում, որ իրենք գնան մրցույթի մասնակցեն, ինչպես ասեցի, իրանք պետք է փորձառություն ձեռք բերեն։ Սա զուտ հարթակ է փորձառության համար։ Չդադարեն, սովորեն ու դեռ սովորեն։ Մենք մինչ օրս սովորում ենք։ Մինչև վերջ սովորում ենք։ Միացյալ Նահանգներից Նարինե Դալյանը ծաղիկներ, սրտիկներ է ուղարկել Լուսինեին։ Արամ Մկրտչյանն ասում է բարի լույս, շատ սիրելիներ ջան, հերթական շաբաթօրը հերթական հոգևոր սնունդով։ Շնորհակալություն բոլորիդ, կրկիկ, պաչիկ, փուչիկ։ Տիգրան, Լուսինե, դուք անկրկնելի եք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Շարունակենք մեր ռադիոհամերգը։ Այո։ Հիմա կհնչի մի գեղեցիկ ստեղծագործություն, որը շատ հայտնի է, եւ ըստ իս այս ստեղծագործությունը բոլոր տարիքի մարդկանց համար է, նույնիսկ 6-7 տարեկանն է կարող է երգել այս երգը եւ մեծն էլ իմ կյանքի գարուն։ Իմ կյանքի գարուն։ Իմ կյանքի գարուն քեզ եմ միշտ ընչում ժպիտ ու սեր ես դու ինձ պարգևում նորանոր հույսեր նորանոր լույսեր երկնից իջնող շողեր իմ կյանքի գարուն քեզ եմ միշտ ընչում առանց քեզ խենթեմ ես իմ հրաշքարուն ես քեզ շատ եմ սիրում Ամենօր գարում ինչ գույներ բասում ծնվում ես դու իմ կապույտ երազում բերբարի լու
քեզ շատ եմ սիրում Սապարում ենք կրկին Լուսինե Կչոզյանին, այսօր մենք ճամփորդում ենք Էլվինա Մակարյանի երաժշտական աշխարհով, երաժշտական առավոտն է ուղիղ եթերում եւ թերևս շարունակենք սպասելով յուրաքանչյուրս մեր սիրած Հա, վայելեցինք շատեր են հաճելի հուշերի գիրքը վստահ եմ, որովհետեւ այս այն ստեղծագործություններից է, որ ամենաճանաչվածներից մեկն է։ Մեր ֆոնդում էլ քիչ չեն Էլվինայի կատարումները, որոնք պահվում են, այ ֆոնդի հետ աշխատել եք, ուսումնասիրել եք ինչ կա, ինչ ունենք մեզ մոտ։ Վերջերս ենք կենթանի ձայնադարանով եւ տեսագրել եւ ձայնագրել։ Առաջին եթերը դուրս է եկել, որտեղ ընդգրկված էր երազանքը։ Երկրորդն է սպասվում եմ։ Եվ նաև առանձին ես ունեմ ձայնագրած արդեն ֆոնդին հանձնած Էլվինայի ստեղծագործություններից։ Որպես ալբոմ, հա, այդպես Էլվինայի գործերը ձայնագրել ձեր մատուցմամբ, ձեր մեկնաբանմամբ կամ գուցե ակուստիկ ալբոմ կան նման մտքեր։ Գուշակեցիր։ Դե այսօրվա մեր եթերը կարծում եմ դրա վառ օրինակն է։ Այո։ Գեներալնը ռեպետիցիա։ Համարենք փորձ գլխավոր։ Չէ։ Իհարկե Լուսինեն բոլոր ոճերում է գերազանց, այսօր մենք հա Էլվինայի այսպես աշխարհում ենք քեզ տեսնում այլ եթերներում տեսել ենք այլ ոճերում, կարելի ասել այդ բազմաժանրությունը որտեղից է գալիս եւ դա դարձել ուսուցչի մենաշնորհն է եւ աշխատանքը։ Այո, ասեմ ինչու, որովհետև ինքը այդ ժամանակահատվածում, ինչպես որ ասում էի, տեսնում ես ուսանողը ինչի է ունակ եւ նա այդ բոլոր ոճերը փորձեց օգտագործել։ Ես եւ ջազային ստեղծագործություններ եմ երգել եւ իր ստեղծագործություններից եմ ներկայացրել, ինչպես նաեւ շատ շնորհակալ եմ իրեն, որտեվ առաջին մարդն էր, որ ինձ ծանոթացրեց Stevie Wonder-ի հետ։ Եվ մի մեծ ծաղկեփունջ ստեղծագործություններ էլ կային, որոնք որ մենք սովորեցինք այդ տարիների ընթացքում։ Միգուցե Ես հիշում եմ Էլվինան Ստիվի մեծ սիրահար էր, եւ կատարում էր գործերը։ Գիրք, որ այն ժամանակ ոչ ոք չուներ, հրատարակված բոլոր իր նոտաներով, ցիֆրովկաներով, ինքը խենթանում էր Stevie Wonder-ի համար։ Այն տարիներին քչերին էր հայտնի բնականաբար Stevie Wonder-ը, բայց Էլվինան այդ քարոզողներից մեկն էր։ Կասեմ, որ իր ստեղծագործություններում զգացվում է Stevie Wonder-ի ձեռագիրը։ Այո, միանշանակ այդ ելևէջներ գույներ կան փոքրիկ։ Բնականաբար մենք էլ որ ինչ որ մի արտիստի, մի երաժշտի ուսումնասիրում ենք, նրա ինչ որ մի մասնիկը պետք է գտնվի քո մեջ, որպեսզի ստեղծվի այն գույնապնակը, որը վերջում լինելու ես դու ինքդ, Լուսինեն կամ Խաչիկը կամ Տիգրանը, այնպես որ բոլորս էլ ինչ որ մի բանից վերցնելով
հարստացնում Ես ենք։ պետք է խոստովանեմ, որ Լուսինե միշտ զարմացնում եք մեզ մի հետաքրքիր կարողությամբ, ինչպես է կարողանում մի աշխարհից մյուսը դուրս գալ, մտնել, Ամեն մեկը չի կարող, կերպարանափոխվել։ Եվ կարծես մենք այսօր տեսնում ենք Լուսինեին այս ոճում։ Այլ եթերներում տեսնում եք մեկ այլ երաժշտավոճում, դա շատ բարդ բան է իրականում ու միշտ հանգիստ եք։ միշտ հանգիստ եւ ամենտեղ կա իր ուրույն ձեռագիրը։ Ստացվում է։ Ինչ եք լսելու հիմա։ Այ ձեր սիրած ստեղծագործությունը։ Ուռա, վերջապես։ Մայրամուտ։ Դե Արեգակել են, չէ՞, բայց ասում։ Ես մոտ կարծեմ Արեգակել են ասում։ Արեգակ է գրանցված, Մայրամուտ նաև, այո։ Հիմնականում մայրամուտ են ասում։ Խուր երգ է, ես տենց եմ հասկանում, ինքը ռիթմիկ երգ է, բայց բառերով Էլբինան ասում է տենց էլ Արեգակը դուրս չի գալի։ Ու իսկական է Երբ պիտի դուրս գաս։ երկու վերնագիր ունի, կեսը ասում են Արեգակ, կեսը Մայրամուտ, կեսը լույս, կեսը ստվեր, Նայածով ոնց է Նայածով ընկալում։ ոնց է։ Ում հոգու լույսը որքան է։ Այդ պահին։ Իր իսկական բնավորության համապատասխան։ Բարերի հեղինակը երգի, եթե չեմ սխալվում, Գարիկ Պանդորյանն է։ Եթե չեմ սխալվում։ Չեմ, այդ մեկը չեմ կարող ասել։ Լավ, լսենք ստեղծագործությունը։ Հրաժեշտ է տալիս իր երկրին, նա ժպտալ է փորձում, բայց ավաղ լուր թախից կա դեմքին, նա սարերն է գրկել հուրթևով և հիշում է սիրո ջերմ պահեր, նա ջանում է ամեն մի ձևով, սերն իր մեջ գանձի պես պահել, Արեգակ նորից դու պիտի ծագես, վաղը քո երջանիկ ժամը պիտի գա, բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա, Արեգակ նորից դու պիտի ծագես, վաղը քո երջանիկ ժամը պիտի գա, բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա, բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա, Երանի արևին ու երկրին, սուրբ է սերը նրանց և անմար, բաժանվում են առանց մի վերքի, և հույսով են սպասում իրար, Արեգակ նորից դու պիտի ծագես, վաղը քո երջանիկ ժամը պիտի գա, գիշերնի մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա, Արեգակ նորից դու պիտի ծագես, վաղը քո երջանիկ ժամը պիտի գա, բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա, բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա,
պիտի գա բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես հանդիպման ոսկի հրաշք չկա արեգակ նորից դու պիտի ծագես վաղը քո երջանիկ ժամը պիտի գա բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես հանդիպման ոսկի հրաշք չկա բայց գիշերնի մութ վերջ չունի կարծես հանդիպման ոսկի հրաշք չկա բադուդեպ բամբե ստադուդեպ բամբե բադուդեպ բամբե արեգակ նորից արեգակ նորից արեգակ նորից ծագի Ծափարություններ են քնչեցնում։ Բրավո, շնորհակալություն մեր սիրելի երգը կատարելու Մայրամուտ երգը, Արեգակ երգը, երաժշտությունը Նորից Էլվինա է։ Մակարյանի, ես ճիշտ էի խոսքերը Այո։ Գարիկ Բանդուրյանի։ Հասցրեցի բարձել նաև։ Մի փոքր խոսենք Էլվինայի համագործակցությունների մասին, այ դուք ինչ կասեք որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, որպես կատարող նաև բնականաբար երգերի մեծամասնությունը ինքն է գրել երաժշտությունը, բայց նաև եղել են համագործակցություններ։ Ձեզ համար կան առավել հոգեարազատ դուետներ, տանդեմներ, գուցե կոմպոզիտորների հետ, երգահանների հետ։ Այ շատ գեղեցիկ է ստացվել Սեր Աստծոն դուետ տարբերակով Գրիշա Աղախանյանի հետ Էլվինայի մասին է, չէ՞ խոսքը, այո։ Եվ բնականաբար ինքը շատ լավ երգում էր մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունները, դա կլիներ Ամիր Խանյան, որը հայտնի է իր ստեղծագործություններից Ուրեք տղաները, եւ ես գիտեմ Բալենին, ես գիտեմ շատ երիտասարդներ հենց ոգևորվելով իր կատարմամբ բոլորը անդրադարձել են այդ ստեղծագործությանը, որտեղ ինքը բարդ երգ է եւ այդ հոգեվիճակը ներկայացնելն է շատ բարդ, այն երգերից է, որ տարիքը կապ չունի, կարող է 18-ն էլ երգել, 20-ն էլ, 30-ն էլ, 40-ն էլ։ Ես կողմնակից եմ այդ բոլոր համագործակցություններին։ Դե լավ է, երբ պրոֆեսիոնալներն են գործակցում, իհարկե արդյունքը հիանալի է լինում։ Այո։ Նաև ես հիշում եմ Էդիթ Պիաֆել էր կատարում Էլվինա Մակարյանը։ Ճիշտ է, չէ՞։ Ինչալոց ոչ այն առումով նմանել են։ Երբ որ ինքը Ամերիկա էր գնացել, ես հիշում եմ, որ մեծ երջանկություն էր եղել իր հետ, որտեղ ինքը ծանոթացել էր Stevie Wonder-ի հետ։ Եվ ինքը ալբոմների մեջ էլ ունի ստեղծագործություններ, որ հենց My Sherry More երգում էր ինքը, եւ դա էլ էր ինձ սովորեցրել։ Իմիջիալոց մենք շատ քիչ ժամանակ ունենք, հասկանանք քանի երգ է մնացել։ Այդ ամբողջը հաստատ չենք հասցնի, այնքան խոսեցինք, որ չենք հասցնի։ Դե եկեք լսենք այդ դեպքում։ Երկուսը գոնե կլսենք, այո, կամ երեքը, փորձենք տեղավորվել, հիմա ինչ ենք լսելու։ Չէ, դարձիր իմ սեր։ Դարձիր իմ սեր։ Մենք արդեն ճշտեցինք, թե ինչ երգ ենք լսելու։ Դարձիր իմ սեր, վայելենք։ Իմ սեր, այրում ես ինձ դարձյալ, դու իմ սեր, այրում ես ինձ անվերջ, թե ինչու վախենում եմ ես, չէ որ դու իմ
սրտում կաս դու իմ սեր երազներ ես բերում մեղմ քամին վարսերս է շոյում բայց ինչու չկաս խենթեմ ես ինչու չկաս ինձ ասա մեր սիրո դաշտերում ծաղիկներն են բացվել կանչում են որտեղ ես դու իմ սեր մեր սիրո դաշտերում ծաղիկներն են բուրում տենչում են կարոտ ու սեր ախ իմ սեր տես գարունն էլ անցավ դու իմ սեր ինձ հավետ մոռացար թե ինչու վախենում եմ ես իմ սրտում չէ որ դու կաս ախ իմ սեր տարիներն են անցել դու իմ սեր գիտեմ չես մոռացել ետ դարձիր քեզ եմ կանչում կարոտի դեմ ես տենչում դու դարձիր մեր սիրո դաշտերում ծաղիկներն են բացվել կանչում են որտեղ ես դու իմ սեր մեր սիրո դաշտերում ծաղիկներն են բուրում կանչում են ծաղիկներն են ննջել կանչում են քեզ իմ սեր կանչում են բայց դու չկաս մեր սիրո դաշտերում ծաղիկներն են բացվում դու դարձիր Շնորհակալություն։ Շնորհակալ ենք Շատ Լուսինե Կչոզյանին։ գեղեցիկ էր իսկապես։ Եվ մեզ մնացել է ընդամենը ինչքան, երևի կհասցնենք լսել ես ոնց հասկացա։ 10 րոպե ունենք, 7 րոպե, երկու երգ հաստատ կլսենք։ Քիչ 10 րոպեից, Դե երկու երգ հաստատ կհասցնենք լսել։ հիմա ինչ ենք լսելու։ Այսպես ուղիղ եթերում միանգամից մեր Այո, on-line իրերը հարթակում որոշում են։ ակտիվացել են, գրել են կեցեք Շուշան Կչոզյանն է գրում։ Արթուր Սոքյասյանը նաև հետաքրքիր, ահա։ Եվ ասում է, որ այո, ունենք անուններ, որոնք մեր նկարագրելի էստրադայում են ու չեն մոռացվում։ Եվ Կարինե Մկրտչյանն էլ ասում է, որ մենք միշտ մեր հյուրերի հետ ջերմացնում ենք իրենց առավոտը։ աշխատում ենք սիրով։ Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում որ բանն է դա մեր մեծ հոգում սերը ես կասեմ
միայն սերն է դա նվեր հոգու Աստված վկա առանց սեր չկա գարուն առանց սեր չկա միտուն առանց սեր անզոր ենք մենք ու կորցված ենք սիրո մեջ կամ մեծ արև սերն է մեծ Աստծո պարգև և սիրո ալիքներում մենք լողում ենք, խաղաղվում ենք Նա կոչվում է երգ, որ ծնվեց սիրուց բարի մաքուր հավերժ Աստծուց Եվ այս երեկո այս սիրուն պահին երգում ենք մենք սիրո մասին առանց սեր չկա գարուն առանց սեր չկա միտուն առանց սեր անզոր ենք մենք ու կորցված ենք սիրո մեջ կամ մեծ պարգև սերն է մեր Աստծո պարգև և սիրո ալիքներում մենք լողում ենք, խաղաղվում ենք չկա գարուն առանց սեր չկա միտուն առանց սեր անզոր ենք մենք ու կորցված ենք սիրո մեջ կա մեծ արև սերն է մեծ Աստծո պարգև և սիրո ալիքներում մենք լողում ենք, խաղաղվում ենք Իշն է կարևոր մեր այս կարճ կյանքում որ բանն է դա մեր մեծ հոգուն սերը ես կասեմ միայն սերն է դա նվեր հոգու Աստված վկա Եվ իհարկե ֆինալային ծափարություններ, երգերը, որոնք միշտ մտածելու տեղիք են տալիս, երգերը, որոնք մշտապես ջերմացնում են մեր հոգիներն ու սրտերը։ Շնորհակալ ենք։
Շնորհակալ ենք ձեզ այս առավոտը դարձնելով ավելի եթերային, ավելի ջերմ խորհելու համար, նաև ինչու ոչ, որովհետև այս բովանդակային երգերը մտածելու տեղիք են տալիս, երբ ուշադրությամբ հետևում ես ոչ միայն մեղեդուն, այլև խոսքերին միանշանակ ընկղվում ես քո մտքերի մեջ եւ փորձում ես ինչ-որ բան գտնել, քո հարցերի պատասխանը թեկուզ։ Շնորհակալ ենք Լուսինե Կչոզյանին եւ Խաչիկ Սահակյանին մեզ Էլվինա Մակարյանի աշխարհ այս առավոտ տեղափոխելու համար եւ ջերմ այսպես ուշեր ապարգևելու համար։ Շնորհակալ ենք։ Ձեզ էլ ենք շատ շնորհակալ, որ միշտ մեծ սիրով եւ գրկապած ընդունում եք եւ թույլ եք տալիս, որպեսզի մենք կարողանանք արտահայտել այս տարբերակով էլ մեր ներաշխարհը։ Այս տարբերակը շատ լավն է, Շնորհակալ ենք։ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև մեր լսարանին, որ այս առավոտ անցկացրեցին մեզ հետ։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Սիրով Լուսինե Մուրադյան, Տիգրան Հարությունյան։ կհանդիպենք երկուշաբթի հանրայինի առավոտյան եթերում։